Մեր մեղքերուն համար կավություն դվող Տեր Հիսուս Քրիստոսի անունով գողջունեմ ձեզ բոլորդ այս արավոտ կարողացաք Տերոջուդունը կալ միասնապար մեր շնորհակալությունը հայտնելու իր խոսքը վայելելու եւ սնանելու հոդնգայս աուտքի հոգիով պիտի երկենք 15 եւ 16-րդ շարականները Marmin derunaga yevarum perchaga garachi yernai zoruchu anerebu Մինչ ոտքի ենք մեր փոխադարձ ընթերցումը միտելա թիվ 10 երանելիներ Եվ դեսնելով ժողովուրդները լերը ելավ երբ նստավ հոն իր աշակերտները քովը կացին Երանի հոգվով աղկատներուն վասնզի երկինքի թակավորությունը անոնց է Երանի հեզերուն վասնզի անոնք պիտի ժարանքեն երգիրը Երանի ողորմածներուն վասնզի անոնք ողորմություն պիտի գտնեն Երանի խաղաղությունը նոներուն վասնզի անոնք Աստծո որդիները պիտի գոչվին Երանի է ցեզի երբ կնախադեն ցեզ ու գահալածեն եւ սուտ դեղ ամեն գերբ քեշ խոսքեր գխոսին ծեր վրա ինձի համար Թուք եք երկրի աղը ապա եթե աղը իր համը գործընծնե ինք ինչով պիտի աղվի Անգե եդև պանիմը չկար, միայն թե թուրս սկվելու և մարդոց որքին դակ գողվելու։ Ու ջրակը չեմ բարեր և թներ կրվանի դակ, հաբա աշտանագի վրա և լույս կդա փոլոր դանը մեջ եղողներուն։ Այնպես թող լուսավորե ծեր լույսը մարդոց արջև, որ տեսնեն ծեր բարիք գործերը ու հարապորեն ծեր հայրը, որ երկինքն է։ Դեր օրդներ խոսքի ընթերցումը գրավիրեմ հովիվը, որ մեզ աուտկով դերոչկահում մոտեցն է։ Մեր բաշտելի հայրը կխոնարին քո արջևդ և պարկ ուդանք այս օրդնյալարիթին համար, որ դեր գրցանք դարձյալ ներգայությունատ մեջ կալ միասնապար քեզ բաշտելու, մեր սրդին շնորհակալություններ հայտնելու, շնորհակալ ենք ով դեր, որ մեզ առանցին չթողեցիր, մխիթարիչը Սուրբ Հոգին ղրգեցիր, որ մեր մեջ
գփնագի եւ մեզ գարաչնորթե մեր կյանքը խաղաղության մեջ կբահե ամեն օր մեր մտքերը գլուսավորե եւ գարաչնորթե ամեն ճշմարտության այո դեր շնորհակալ ենք որ քեզ ունենք մեր կյանքերու մեջ այս չար եւ թևերով լեցուն աշխարհի մեջ առանցին չենք քու խոստման համաձայն մեզ յետես եւ դեր ամեն օր գվայելենք քու հրաշքները մեր կյանքերու մեջ գփավե որ դու մեր առաջնորդն ես մեր արչեւ ընկերտաս եւ դեր ճամփաները կպատրաստես որբեսի դեր մենք քեզմով խաղաղության մեջ լանք այո աշխարհի մեջ նեղություն պիտի ունենաք ըսիր բայց ես աշխարհի հաղթեցի անորամարով դեր օգնե մեզի որ օրեօր քուսերդ ավելի լավ ճանչնալով քու մեջդ հաստատ մնանք եւ աճինք շնորհքին մեջ որբեսի դեր քեզ մեջ հերանանք եթե հերանանք դեր մեր խաղաղությունն ալ գործընծնենք շնորհակալ ենք այն բոլոր միջոցներուն համար որ մեր դրամատրության դակ թրած ես անով գրնանք դեր հաղթական կյանքեր ապրիլ քու անվանդ բադիվ բերող զավակները լանք բտղափեր կյանքեր ունենանք շնորհակալ ենք դեր իրապես երանելի են անոնք որոնք քեզ ընդրած են եւ քեզ հետ կգալեն ու քեզի համար գաբրին շնորհակալ ենք դեր այս պաշտամունքին համար եւ գուզենք որ քո օրհնությունդ հանգչի յուրաքանչյուրիս վրա եւ անոնք որոնք մեզ գտիդեն զանոնքալ դեր օրհնես խոսքովդ մեր կյանքերու մեջ սխալ վիճակներ սրբակրես եւ մեր հոգիները նորոգես ով դեր հիշենայ մեր բոլոր հիվանդները անոնք որոնք դեր անգողինի մեջ են իրենց անուններով դեր մեգիկ շնորհած քայդարչև կբերենք միապերան գաղութենք որ բոլորին թուն օգնության հասնիս եւ իրենց այդ վիճակի մեջ դեր անոնց հավատքը զորացնես եւ դեր իրենց ցավերը մեղմացնես այո դեր թունես մեր միակ հույսը լույսը աբավենը ամրոցը Փառք ուտանգով դեր, փառք ուտանք, որ մենք քու մեջդ գադարյալ ուրախություն կդածենք, անորամար գրնանք մեր բոլոր պետքերը, խնդրանքները քեզի ներկայացնել, որտեվ դու ողջ ես, կլսես, կպատասխանես։ Հիշե դեր այն երկիրներու մեջ, ուր քու զավակներդ կհալածվին իրենց հավատքին համար, այո դեր անոնց թիվը շատ են, բոլորին դու ողորմիս, քու հրաշքներովդ միջամտես անոնց կյանքերու մեջ ևս։ Մեր հայրենիքն ալ դեր ողորմիս այցելես մեր հայրենիքի, մեր ժողովրդին եւ դեր քու ողորմությունդ թափես դեր քու սիրովդ շադեր քեզի հրապուրես քու օքիդ կործե դեր այս վերջին օրերու մեջ մեր ժողովրդի մեջ ալ որբեսի անոնք ալ դեր քու սերը ջանչնան եւ քիդակցությամբ համոզումով քեզի հետ կալեն քեզ բաշտեն ոչ թե միայն շրթներով հաբա բոլոր սրդով այս ամենը մեր փրկիչ Տեր Հիսուսի անունով կխնդրենք փառքին համար ամեն ամեն Փառաբանենք մեր Տերը երգելով 527-րդ երգը առանցին չեմ կյանքի շաղվին վրա Առանցին չեմ կյանքի շաղվին վրա ինձի հետ է դեր սասվածայի վստահ միշտ առաջնում թե ինձնա ուստի երբեք չեմ ես առանցին չեմ առանցին չեմ Առանցին չեմ երբ վիշեր զիսպա
Մեր հաջորդ երգը բիդելա թիվ 21, որուն առաջին, երկրորդ և չորրորդ տուները երգենք։ Սիրտս խռովյալ էր Աստծո ցասմանդակ, հասած էի ես մեղած վիհին հադակ։ Սիրտս խռովյալ էր Աստծո ցասմանդակ, հասած էի ես մեղած վիհին հադակ, դերոջ կանչեցի մեղքերուս խորդիղմեն, իլուս անեցիս կտուտյան պապորեն, մեղած տիղմեն դուրս անեցիս դերս, Սիրքով հաստատված ժայռիմ վրա, պիտի չշարժիմ ես ատկեմ ինչև մա, որ չափոս մնամ վաղ չգայինալու, մինչև որ շնորհքով երթամ թակ սառնելու, մեղած տիղմեն դուրս անեցիս դեր, երբ մտվավ զորգերքեն շրտներս, երկովության ալելույա, երկով սպիտ պատմեմ, որ չապ կթացենա, ու կով եմ մինչև, որ աշխարհ զանջանչնա, լեզու սպիտ երկեր, երբ իր մեծ փրկության, մինչև որ շատեր լսելով հավատան, մեղած տիղմեն դուրս անեցիս դերս, ժայռիմ վրա հաստատեց ոտքերս, երբ մտվավ զորգերքեն շրտներս, երկովության ալելույա։ Ամեն։ Մեր վերջին պարապանությունը բիդելա 597-րդ երգը։ Արզիս ով դեր զիքիդեմ թե գամտ ինձ համար լավակույնն է։ Arsis of their zikidem te, gamtin samar lavakuine, inchves koriem pokrudega, zis yevamen insa, inchves koriem arzis de,
Հատվածը, որ պիտի գարտացվի, Հակոբոս երրորդ գլուխն է, պիտի գարտամ 1-13 համարները։ Առաքյալը գսե, եղբայրներս շատ վարդապետներ մի ըլլակ, գիտնալով որ ավելի մեծ Թադաստան պիտի ընդունիք, վասնզի ամենս ալ շատ հանցանքներ գնենք, եթե մեկը խոսքով հանցանք չնե, անիգա գադարյալ մարդ է, որ կարող է բոլոր մարմիննա սանցել, դես որ ծիերուն պերանը սանց կտնեն, որբեսի անոնք մեզի հնազանթին, ու անոնց բոլոր մարմինը գգարավարենք, ահա նավերնալ որչապ մեծ պաներ են, և սաստիկ հովերեն գկշվին, բայց ամենափոքր ղեկովը գգարավարվին ղեկավարին գամքը որ գողմը որ ուզե։ Այսպես ալ լեզուն բզդիկ անդամ մնե ու մեծ բաներ գխոսի։ Ահա քիչ մը գրակը որ չափան փոցի գուտա։ Լեզուն ալ գրակ մնե անիրավության դիեզերք մը։ Լեզուն մեր անդամներու մեջ այնպես թրված է, որ բոլոր մարմինը գաբագանե։ Եվ բնության շրջանը գպրնցնե, ու ինք կեհյանեն գպրնգի։ Բոլոր կազաններուն, ոթրչուններուն և սողուններուն ու ձովու մեջ եղացներուն բնությունը գնվաջի ու նվաջված է մարդկային բնութենեն։ Բայց լեզուն մարդոց մեկը չգրնար նվաջել։ Անիգա անզուսպ չար է ու մահապեր թույնով լեցուն։ Անով գործնենք զասված ու հայրը և անով գանիձենք մարդիկ, որոնք աստծո նմանությունով ստեղծված են։ Միևնույն պերնեն գելեն օրտնություն ու անեցք։ Եղբայրներս, ներառյալ քույրերն ալանշուշտ, մեկ չէ որ այսպես ըլլա։ Միթե աղբյուրը միևնույն պերնեն անուշ ու լեղի գպխե, միթե կարելի է եղբայրներս, քույրերս, որ թզենին ցիտաբդուղ պերը կամ որտը թուզ, նմանապես կարելի չէ, որ աղբյուրը աղի ու անուշ չուր ելլե։ Ձեր մեջ իմաստուն ու խելացի ով գա, թող անիգա բարի վարմունքովը ցուցունե իր գործերը իմաստության հեզությունով։ Թող Աստված օրհնե իր խոսքը Նույթս ընդրած եմ լեզուն զսպելու անհրաժեշտությունը և այս երկու գիրագիները դերոջը շնորհքով այս քարոզաշարքը երկու գիրագիներ որպես տասկ ուզեմ ցեզի ներկայացնել բոլորիս հոգևոր շինության համար։ Գարշե այս հատվածը գարտան բոլոր անոնք որոնց բնավորությունն է շատախոսություն, չարախոսություն։ Իրավ լավ գլա որ ամեն առավոտ գարտան այս հատվածը, կոնե մի քանի ժամեր այսպես թերևս սկաստանան և իրենց լեզուները զսպեն։ Այս գլուխը, ինչպես բոլորս ալ գիտենք, լեզվին մասին գխոսի և կարելի է մի քանի մասերու բաժնել։ Առաջին մասը կտեսնենք վարդապետելու, սորվեցնելու սերը։ Ուրիշին սորվեցնելու համար մեր լեզուն կգործածենք։ Դարձյալ երկրորդ մասը լեզվին վտանգները կտեսնենք, այս գլուխի մեջ 26 համարները, նաև լեզուն զսպելու անհրաժեշտությունն կտեսնենք երրորդ մաս, Եվ հետաքրական է վերջին մասնալ 13-18-ի մեջ լեզուն և ճշմարիտ իմաստությունը,
լեզուին հետ կգապե։ Եթե գուզեք գիտնալ, եթե մարդը իմաստուն է, անոր խոսքերը լսելով պիտի գիտնանք։ Առաջին գլուխի մեջ գսե ուստի իմ սիրելի եղբայրներս մարդ թող շուտը լսելու ու ծանր խոսելու եւ ծանր հարգանալու։ Նաեւ 29-րդ համարի մեջ տալ գսե եթե մեկը զինք գրոնասեր գսեբե ու իր լեզվին սանց չտներ, հաբա իր սիրտը գխապե, այնպես վյուն գրոնասիրությունը փուջ է, բարապ է, սնոդի է։ Այս տասագարկի մարդիկ լեցում են, գրոնասեր գծևացնեն, բայց լեզում ունին, որ միայն գգործանեն։ Երկրորդ գլուխի մեջ կորստական հավատքը գշեշտ է, 14-ին 17-ի մեջ գսե, ինչ օգուտ է եթե մեկը ասե, թե հավատ ունի ու կորց չունենա, միթե հավատքը գրնա փրկել զանիգա, եթե եղբայրը կամ քույրը մեր գլա կամ օրվան գերագուրին գարոտ ու ցեզմե մեկ անոց ասե, քացեք խաղաղությամբ դակցեք ու գշտացեք եւ մարմինին պետք եղած բաներ անոց չդակ, ինչ օգուտ է։ Այսպես ալ հավատքը, եթե իրեն հետ կորց չունենա, ըստ ինքնյան մերած է։ Այստեղ առաքյալը կորցնական հավատքի մասին գխոսի։ Այսինքն ասել գուզե, ինչ որ Պողոս առաքյալ հավատքով ծրի, հավատքով փրկության մասին գխոսի, Հակոբոս առաքյալ գխոսի, այս հավատքին ճշմարիտ ըլլալուն ապացույցին մասին գխոսի, որ է կործել։ Այնպես որ փառք կուտանք, որ այս հավատքը կործոն է եւ երևելի է։ Եվ այս երրորդ գլուխի մեջ, որ գարտացինք այս հատվածը, գխոսի տասագարկ մարդոց, որոնք սորվեցնելը գսիրեն, շատ գսիրեն սորվեցնել, վարդապետի թիրքը ունենալ, եւ ասիկա չափազանց վտանգավոր է։ Աստված ամփարիշտին համար ալ գսե Սամոս 50-ի մեջ, քեզի ինչ որ տուն իմ օրենքներս կպատմես, քեզի ով ասա, տուն ինչ կապ ունիս ինձ հետ, իմ օրենքներուս մասին գխոսիս, գսորվեցնես, ու իմ ուխտս փերանդ կառնես, վասնզի տուն, որ այսպեսի բաներ գնես, խրադը ադեցիր, ու իմ խոսքերս յետից ցկեցիր, եւ իմ այգերս ուրիշին գսորվեցնես։ Հակոբոս առաքյալ գիտնալով որ ավելի մեծ դադաստան պիտի ընդունենք, անոր համար գսե ավելի մեծ դադաստան պիտի ընդունենք, եթե մեկը գխոսի եւ ինք չապրի։ Ուրեմն սորվեցնողները ավելի մեծ դադաստան պիտի ընդունին գսե։ Ինչպես գլասի, գլա երբ անոնք ուրիշներուն գսորվեցնեն եւ իրենց սորվեցուցածը իրենք չեն ապրիր, չեն կործատրեր, այդպեսիներուն գագնարգե, որ անոնց դադաստանը ավելի մեծ դադաստան պիտի ընդունին։ Հրյաներուն մեջ վարդապետելու թիրքը ունենալը մրցակցություն գսեպեր, կամ մրցակցություն գար, ով վարդապետի թիրքը պիտի ունենա, սորվեցնողը լա։ Հին ժամանակ ուսուցանողը, սորվեցնողը ոտքի վրա կգենար, իսկ աշակերտներ դա անոնց իր շուրջը գնստեին, ինք ոտքի։ Եթե մեկ այս թիրքը աստուծմե արած է, պետք է ամենայն խոնարհությամբ եւ պատասխանատվությամբ վարդապետելու է, սորվեցնելու է, եթե աստուծմե արած է։ Բոս Դիմոթեոսին գսե, զգուշացիր քո անձիդ եւ վարդապետությանդ։ Այսինքն, առաջ որ սորվեցնես, քո կյանքիդ նայե, զգուշ եղիր, որ սորվեցուցածը կյանքիդ համապատասխանը լան եւ ոչ թե հակառակը։ Այսօրվա քարոզիչներու մեծամասնությունը, որոնք
որպես արեստ ընտրած են կսորվեցնեն, բայց իրենք չեն ապրիր, դժբախտաբար, եւ այս երևույթի պատճառով շատեր կայտաղած են, եկեղեցի չեն աջախել, կսես ավելի լավ եմ, այդ քարոզները իրեն համար թող բահեն, եւ մարդիկ կկայտաղին, սիրո մասին կխոսին, իրենց նմանները չեն սիրել, հեզության մասին, հանթարդության մասին, երկայնմտության մասին, սակայն իրենք այդ բաները չեն ապրիր։ Այս առավոտ եկեք տեսնենք լեզվին վտանգները եւ զայն սանցելու անհրաժեշտությունը։ Սուրբ Գիրքը լայն ծավալի վրա կխոսի լեզվին մասին։ Այսօր այդ մեկտեղ քրիստոնյաներու մեծամասնությունը լեզվով է որ մեղք կգործեն։ Լեզվով ամենաշատ մեղք գործելը լեզուն է։ Եվ ոմանք դժբախտաբար հաճույք գարնեն։ Մարդիկ կան, որ չեն գրնար հանգիստ գնալ, միջևից չեն գրնար քնանալ, եթե այդ օրը մեկումը չփամփասեցին չարախոսություն չրի։ Այդ օրը բագաս փամբը գսկան, իրենց մեջ փամբը գա, ժամայցուցին գնային, եթե դա սեո արդուն է, հերացայնը գարն է, լեզուն աշխատելու գսկսի, որբեսի կիշերը հանգիստ կնանա։ Ուրեմն, Հակոբոս Արաքյալ, լեզվին մասին խոսելով գսե, լեզվին մասին, որ բզդիկ անդամ մնե, շատ փոքր անդամ մնե և մեծ բաներ գխոսի, այսինքն, բզդիկ բան մնե, ըստ երևույթին, որուն արժեքալ չենք տար երբեմն, սակայն մեծ գործանուններ հարաճ կբեր է։ Շատ կկաչալեր է, որ որպես հավատացյալներ ամեն օր մի քանի համարներ են, երրորդ գլուխը գարտանք։ Այնպես որ բզդիկ անդամ, բայց մեծ խոսքերով, մեծ վնասներ կհասցնե, ընտանեկան վնասներ, եկեղեցական վնասներ, ընկերային վնասներ, և լեզուն նաև կնմանցնե ցիու սանցի, նավու ղեկի և գրագի։ Արաքյալը գսե, քիչմը գրագը որ չապան փոցի գուտա։ Մեծ հրթեհներ, որ գադարված են, հոս մենք ապրեցանք, ինչպես սկսան, մեկ անգամ են թոներով գես թափեցին, ոչ, փոքր գրակ և դարացվեցան։ Հսկա անդարներ, հրոջարակ դարձան, փոքր գրակով, Հունաստանի մեջ շատ կբադայի, Եվրոպայի մեջ շատ կբադայի, ագանադես կդառնանք, որ փոքր ծխախոտեմը, լուցկիեմը, երբեք չեմ մոռնար, ասկե մի քանի տարիներ առաջ մարդը իր փագի մեջ մեքենայով ավազաթուղթեր կան, այսպես երկաթները մաքրելու համար, ուրեմն երբ որ գաշխատեր մարդը գայծակներ հանեց, գայծեր, և կարևորություն չի տվավ, և փագը գրակ արավ և դարացվեցավ ամբողջ գղզին, փոքր գրակ, փոքր, լեզունալ այդպես է, փոքր անդամը սակայն ինչ ավերներ կգործե, լեզուն ով թրած է մարդու մարմինի մեջ, Աստված թրած է, Աստված երամի չի թներ այս լեզուն ասկայն վնասներ կբեր է, ինչու չթրիր այդ լեզուն, ուրիշ բանով գարենային խոսի չլար, Աստված լեզուն թրած է, շատ լավ է և կարևոր է, ինչու համար թրած է, ոչ թե վնաս հասցնելու ուրիշներուն, շուրջիներուն, Աստված ամեն բան լավ ստեղծեց, մեր մարմինը հիանալի կերպով ստեղծեց, ամեն անդամ իր տեղին, սակայն երբ մարդը մեղանչեց, անոր բնությունը ապականեցավ և լեզուն սկսավ կառավարվել մեղավոր բնութենեն։ Լեզուն գրագի պես վնաս հասցնող գործիք մը դարձավ։
երբ մարդը Աստծուց մեղրացավ, մեղքի մեջ ինքավ։ Բողոս մեղավոր մարդուն, որ աբականած փնության աստեցության դակ գաբրի, լեսուն գնագարակրե ասելով, անոնց գողորթը բաց քերեզման է։ Ես բաց քերեզման երբեք տեսած չեմ։ Բաց մերելը ներսն է և պիս գողոտի, փորձառություն ով ունի, ինչ հոտկել է, բաց քերեզման, մերելը, թիագը հոն, որքան քեշ գողոտի, և առաքյալը գսե, անոնց գողորթը բաց քերեզման է, իրենց լեզվովը նենքավոր եղան, ավելինգա, իժերութույնգա անոնց շրտուկներուն դակ, անոնց պերանը անեցկով ու թարնությունով լեցուն է, հրոմայացիս երորդ գլուխի մեջ կգարտանք։ Լեսուն գրագի նման ծված է, և եթե հարց տանք, ոքեյ, գրագի նման ծված է, այս գրագը ուրգե գստանա լեսուն, ուրգե գուկա, նույն առաքյալը գպատասխան է, քեհյանեն գպրնգի, քեհյանեն, քեհյանի գրագը երբեք չմարիր, միշտ բարած կմնա, քեհյանը որպես վայր բիղծ ոգիներու խորհրդաբատկեր է Սուրբ Գիրքի մեջ։ 7-8 ամառներ գսե բոլոր քազաններուն ու թրջուններուն վեցեն գարտամ։ Լեզունալ գրակ մնե անիրավության դիեզերկը լեզուն մեր անդամներու մեջ այնպես թրված է, որ բոլոր մարմինը գաբագանե և բնության շրջանը գպրնկեցնե ու քեհյանեն գպրնգի։ Բոլոր քազաններուն ու թրջուններուն և սողուններուն ու ծովու մեջ եղածներուն բնությունը գնվաճի ու նվաճված է մարդկային բնութենեն, բայց լեզուն մարդոց մեկը չգրդար նվաճել։ Անասուններուն մեջ քազաններ կան վայրի, ինչպես արույց, հովազ, վաքր, վայրի անասուններ շատ կան։ Եվ անոնց գսե գնվաճին գսե առաքյալ, այսինքն գրնաս գարավարել։ Երբեմն սիրքեր գլան, որ վայրի անասուններ, որ տաստիարակված են, իրենց մարզիչը, ժողովուրդը հրապուրելու համար գծուցատրեն, որպես թե ասանք վայրի այո արույց է, բայց խելոք կհրազանթի։ Հիմա գրնաս գարավարել այդ վայրի անասունները գսե։ Սակայն այն լեզուն, որ բիղծ ոգիները կգարավարեն, քեհյանեն զորությունը գարնեն, մարդոց մեկը չգրնար գարավարել։ Սոսկալի է, զարմանալի է, բայց միմ դատեն սոսկալի է, չի գրնար գարավարել, սակայն աբեդարանի բարի լուրը գուկա, ուրախ լուրը այն է, որ այնինչ որ մարդոց կողման է, անգարելի է, Աստուծո կողման է, գարելի է։ Աս մարդը լեզում ուներ, ինչ եղեր ասի, մա Սուրբ Գիրքը ցերկը բռնած եկեղեցի գերտա, չի խոսիր, լեզուն հարցերես թե ինչպես է, բարդ դերոջ կսե, ինչ եղավ ասոր լեզուն, առաջ ասորանոր անեց կգարտար, գահայույեր, անբադեհ բաներ կխոսել, ապեղ սպեղ, կփախե երկովեն, հիմա ինչ եղավ, հիմա փոխվեցավ, աբականած բնությունը փոխվեցավ, գամ սովամահ եղած է, Սուրբ Հոգին իր մեջ գգարավարե անոր լեզուն։ Աստվածաշունչը մեզի լուր գուտավոր, երբ մարդուն լեզուն իր աբականած բնությունը գգարավարե, հետևանքը սոսկալ է և գուզեմ թվել, երբ մարդուն լեզուն մեղավոր աբականած բնությունը գգարավարե։ Եվ շատ դքեղ հատկություններ կան։ Գսե սդախոս լեզու։ Կարծեք թե երբ սուդը գխոսի, ինչպես մարդը չուր գխմե, բնական է։ Սդախոս լեզու։ Շատ աստվածաբաններ գահավատան թե թևերու մեջ տեսակները կան։
թևեր կան, որ մարդոց լեզուն կգարավարեն եւ սուտ խոսիլը բնական կդառնա։ Մարդիկ կան, թևեր կան, որոնց միայն կփարգանան, մարդիկ կփարգացնեն եւ փամը գլա թեփուգվադայի կփարգանա, շարունակ կփարգանա։ Թևեր կան, որոնք ինչպես Հիսուս ժամանակ համր գնեն, չեն խոսի, լեզուտ կզսպեն, չես կրնար խոսի։ Շատ թևերուն տեսակներ կա, հավանաբար, միգուցե, մահապեր լեզու, նենքավոր լեզու, խապեպա այսինքն, չարամիտ և խարտախ լեզու, նենքավոր լեզու, այդ կնշանակ է։ Գխապե, խրովարար լեզու, չարախոս լեզու և վերջինը բավարարվի չի շարունակենք, թունավոր լեզու։ Ահրելի բան է, երբ այս լեզուն Սուրբ Հոգին չգարավարեր։ Խորովություն կստեղծի, չարախոսություն է, նենքավոր է։ Հանդիպած եք մարդոց, որոնք խնդիրներ կհանեն, ներողամիտ կլակ, ֆիտիլը գվարեն գերանա, ես բամը չրի, ես բանևը լուր չունիմ, խնդիրը դակցուց կաշվեցավ, նենքավոր լեզու, ասված հերուն է այս բաները մեր Քրիստոսի հետևողներ են, անոր զավակներ են, այս հատկությունները ովևէ մեգուս ագանչին հաջելի չի թվիր, սդախոս մահապեր, այս տեսակ մարդոց հետ, ով գուզե հարապերիլ, ոչ մեկը, ինչ քեշ է այն լեզուն, որ սատանային ցերքի մեջ կործիկ եղած է։ Իսկ երբ մարդը Տեր Հիսուս Քրիստոսը գտնի իր սրտի մեջ, Սուրբ Հոգին կփնագի, նոր ստեղծված մգթարնա, անոր լեզունալ կփոխվի։ Եվ այն լեզուն, որ Սուրբ Հոգին կգարավարե, հետևյալ 4 հատկությունները պիտի ցեզի հիշեմ։ Սուրբ Գիրքը գսե։ Արդարություն խոսող լեզու։ Արդարություն գխոսի։ Նաև խաղաղասեր լեզու։ Խաղաղությունը գսիրե։ Իր խոսքերը այնպես մգնե, որ խաղաղությունը դիրե։ Ինչ լավ է այս խաղաղությունը։ Ով չուզեր խաղաղություն։ Ընտանիքի մեջ, եկեղեցի մեջ, գխոսի, շարունակ գխոսի նպատակը խաղաղություն։ Երրորդ անուշ քաղցր լեզու։ Անուշ լեզու։ Համգարնես, գուզես հետը խոսի շարունակ։ Քաղցր լեզու է։ Եվ նաև վերջինը իմաստուն լեզու։ Իմաստուն լեզու։ Լեզու մնե, որ վերին իմաստությունով լեցված մարդուն լեզուն է, որ գուզես լսել, դժվարությունդ գուզես իրեն հետ բաժնեկցիլ, ինչ է քու գարձիկդ, գքնադեմ քեզի, թուն իմաստուն ես, գահստադեմ, դեսած եմ, ասինչ քայլը բիդարդեմ, ինչ խորհուրդ կուտաս, իմաստուն լեզու, ինչ լավ հատկություններ են, ինչպես կհնչեցեր ագանչներում, նախկինները և հիմակվան։ Երանի թե մեր լեզուները Սուրբ Հոգին աստեցության տակլա։ Աստծո խոսքը գսե լեզուն բահողը իր հոգին նեղություններեն գբահե։ Արագած 21-րդ գլուխի մեջ։ Լեզուն բահողը լուր գեցիր, շատ մի խոսիր, շատ մնեղություններեն գբահե։ Իսկ 18-րդ գլուխի մեջ արագած գսե երբ գսերդեի այս բաները իրավ հիացած լեզուն ինչ օրհնություններ ունի, երբ Սուրբ Հոգին կգարավարե։ Գսե մահը ու կյանքը լեզվին ցերքին մեջ է։ Գրնակ երևակայել լեզվին ցերքին մեջ է։ Մահը եւ կյանքը։ Լեզվին գադարած թերը հիանալի է, երբ Սուրբ Հոգին աստեցության տակ է։ Բայց եթե էղոն կգարավարե, եսը փախիլը կուկա, կփախչիս, չես ուզեր լսել։ Հետևաբար մեր լեզուները զսպելու ենք, այո, լեզուն
զսպելը անհրաժեշտ է, որովհետև մեր անձին վնաս կբերենք, եթե չի զսպենք, մեր շուրջիներուն վնաս կհասցնենք, եթե չի զսպենք։ Ընտանիքներ, եկեղեցիներ, ընկերություններ, մեծ հաստատություններ նույնիսկ քանթված են լեզվի պատճառով, ըսի ըսավ լեզվի պատճառով։ Աստծո անունը գահայույվի, երբ Սուրբ Հոգին չգարավարեր մեր լեզուները։ Մեր լեզուները զսպելով ցույց կտանք, թե ըստ առաքյալին գադարյալ են։ Այդպես կարդացինք երկրորդ համարի մեջ։ Գսե, վասնզի ամենս էլ շատ հանցանքներ գնենք, եթե մեկը խոսքով հանցանք չնե, անիգա գադարյալ է, որ կարող է իր բոլոր մարմինն ալ սանցել, գադարյալ։ Սուրբ Գիրքի լեզվով գադարյալ կնշանակե հասունություն, գիտե երբ պիտի խոսի, երբ լուր պիտի գնա։ Հակոբոս առաքյալ գսե, այսպեսի մեկը բոլոր մարմինն ալ կրնա սանցել։ Սանցը միայն ցիուն գլուխը չգարավարեր, այլ բոլոր մարմինը։ Այդ սանցով է որ բոլոր մարմինը աճ ցախ կդանի կգեցնե։ Ուրեմն մեր բոլոր կյանքը գեղեցկարվի Քրիստոսավայել երբով, երբ մեր լեզուները Սուրբ Հոգին հսկողության տակ են։ Խորած ես երբեք քու լեզվիդ մասին, ժամանակ հատկացուցած ես, որ այսպես ըսկաստությամբ անդրադարձած ես արդյոք իմ լեզուս ուր կգտնվի, շինի չէ, թե ոչ կքանթե։ Լսողներ հաճուկ կառնեն, օրհնություն է, այս ուղղությամբ պետք է որպես հավատացյալներ խորհենք, եթե այդպես անենք, դերոջ անցնենք, այնադե մեր խոսքերը աղով համովցած, շնորհքով լսողներուն օրհնություն պիտի։ Այլապես թունավոր նետի նման մեր խոսքերը սրտերուն մեջ պիտի մխրջվի եւ մարդոց վշտացնենք եւ մեզ հերացնենք։ Պետք է խոստովանենք, թե մենք ալ երբեմն ոչիրներ գնենք, ոչ ադրջանակ կործածելով, մեղա չէ ճանապարհ մեղքը չեմ կործել, բայց մեր լեզուն կործածելով մարդոց կսպանենք, անոնց միտքը եւ սիրտը գթունավորենք։ Ուրեմն գարժե բահմը մեր անձերը, մեր լեզուները, մեր աչքին արջե բերել բահմը, ով դեր այս լեզուն գուզեմ, որ թուն կործածես, գսկամ, գանտրատարդամ, որ երբեմն ցերքես կոնտրոլես դուրս գելե, այնպես որ ներեինձի գուզեմ, որ քու հսկողությանը տագնլա։ Երբ որ մեր լեզուները կոնտրոլեն դուրս գելեն, ետքը ներողությունը սելը լավ է, բայց կանթեցիր, եթե ընտանիքը կկանթվի, սրդեր կփշրվին, հետո ներողությունը սելը շատ օգուտալ բիտ չունենա, պետք է, բայց ինչ օգուտ, ավելի լավ չէ, ըսգիսպեն մեր լեզուները Սուրբ Հոգուն հսկողության դագլան, 9-12 համարներում մեջ առաքյալը գարցն է, միթե գարելի է նույն լեզուն զասվածորդն է և միևնույն ադեն մարդոց անիծ է, հարցում գնե առաքյալ, գարելի պան է այս, մեկ աղբյուր է թե անուշ և թե լեղի չուր գպխե, գարելի է, ինչ մեծ դարբերություն կա, օրհնություն և անեծք, ասոնք գարելի է, նույն փերտեն, թրագան, անուշ, օգտագար ուրիշին, մույսը միայն անեծք, գարելի չէ, բայց թշպախտապար, գլլա, նույն փերնեն,
Փառք Հիսուսի գսեն, ալելույա գսեն, ուսկոմեն, ուրիշներուն անեց կգարտա։ Այնպես որ ցավալին անե որ Աստուծո անով անեց կգարտան։ Աստուծո անով, ով Աստված, աման Աստվածին գուրցքինալ գզարդեն ժամանակին գիները, հիմա չէ այդպես չեն ուներ, բայց ներսեն, անոր կլխուն փորձակ մպեր, այսպես սրավ, այնպես որ այս լեզուն թունավոր լեզու է։ Ասոնք չեմ գիտեր ինչպես Քրիստոսի այդյան արջև պիտի գենան, բայց մորնանք անոնք, մեկ մեզի հարցնանք, եկեք այս արավոտ, մեր ուխտերը նորոքենք, եթե իրավ մեր լեզուն Սուրբ Հոգին աստեցության դակ չեն, այսօր աղոտ են գսենք ով դեր, գուզեմ որ իմ լեզուս թուն գարավարես, որբեսի քո անունը չհայոյվի, մարդիկ չսեն այս ինչ տեսակ Աստծո զավակ եմ գսե, հավատացյալ եմ գսե, և Հակոբոս Արաքյալ գսե հոս, եղբայրներս, քույրերս, բեք չէ որ այսպես ըլլա, գարելի չէ, բեք չէ ըլլա, այնպես որ դերը գամիկալ գիրագի պիտի շարունակենք և ուրիշ ճշմարտություններ ալ պիտի տեսնենք, իրավ Գարձեք թե ամենագարևոր նյութերը մեկն է մեզի որպես հավատացյալներ։ Այս լեզուն սարսափելի գործեր կտեսնի եւ նաեւ Աստուծո բադիվ փերով, փառք փերով գործեր թերը կգադարի ճիշտ ժամանակին Սուրբ Հոգուն աստեցության դակ եթե լա Աստված կփարավորվի։ Կյանքը եւ մահը մեր լեզվին մեջ է։ Այնպես որ թողները շնորհքն է մեզի, որպես այսուհետև ըսկուշլանք մեր լեզուներուն և մեր լեզուները միայն օրհնություն փոխի։ Նույնիսկ մեզ նախատողներուն, մեզ նվաստացնողներուն համար, օրհնեցեք գսե, մի անիծեք։ Թող Աստված այս ճշմարտությունները մեր սրտերու մեջ թրոշմե և իրապես փորձառությամբ ապրենք, թե մեր լեզուները Սուրբ Հոգին հսկողության տակ է, իր փառքին համար, ամեն։ Շնորհակալ ենք Տերոջմեն մեր լսած բատկամին համար և ինչպես մեր հոգիները Սուրբ Հոգին հսկողության տակ թրած ենք, մեր լեզուներն ալ Սուրբ Հոգին հսկողության տակ տնենք։ Պիտի վերջացնենք հոդնգայս երկու անգամ երգելով 177-րդ երգը, որ գրկներկ մնե, թող վրաս երևնա փրչին։ Թովրաս երևնա փրչին կեղեցություն, անոր ըսկանչելի սերն մակրություն, հոգի աստվածային զդեզիս լիովին, թովրաս երևնա փրչին կեղեցություն, Թողրաս երևնա փրչին կեղեցություն, անոր ըսկանչելի սերն մակրություն, հոգի աստվածային զդեզիս լիովին, թողրաս երևնա փրչին կեղեցություն։ Դեր Հիսուս այս երկը որպես աղոտ կպարսացնենք, այո դեր մեր կյանքերու մեջ մի է քու քեղեցկությունը երևնա, մեր լեզուները և մեր ամբողջ էությունը քեզի գանցնենք, որպեսզի քու հսկողությանը դագլա և այսպեսով երրորդությունը փարավորվի, փառքիդ համար կխնդրենք, ամեն։